Նախ ասեմ, որ ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից եմ, քանի որ իմ բոլոր մանկական երազանքները այս պայծրությամբ ի կատար են ածվել։ Դրանցից մեկը հենց մասնագիտության ընտրություններ, երազանք լինել սպա եւ իմ երազանքը իրականացել է։ Ինչով է պայմանավորված եղել այդ հանգամանք, այդ երազանքը։ Իմ տատիկն ու պապիկը պատերազմի մասնակիցներ են, մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ են եւ իմ ամբողջ մանկությունը ողողված է եղել այդ համազգեստով, լի մեդալներով, կրծքանշաններով, պարգևներով, հայրս նույնպես եղել է ոստիկանության ծառայող, սովետական միության ներքին գործերի նախարարության աշխատակից էր, ինչպես բոլոր բալիկները, նամանավանդ իգական սեռի, ես նույնպես չափազանց շատ էի սիրում հայրիկիս, հիմա էլ եմ սիրում, անկախ իր ֆիզիկական բացակայությունից, ասեմ, որ մանկական տարիներին, երբ հայրս վերադառնում էր ծառայությունից, ես թաքուն իր համազգեստը հագնում էի, հայելու դեմ էի կանգնում եւ առաջի դասարանից ես վստահ եմ, որ ես լինելու եմ ոստիկանության սպա։ 10 տարի դպրոցում սովորելու ընթացքում մենք բարբերաբար հայրիկիս հետ քննարկել ենք մասնագիտության ընտրությունը եւ ամեն անգամ տարաձայնություն ենք ունեցել, հայրիկս ասում էր, որ դա կանացի մասնագիտություն չի, դա կանացի աշխատանք չի, ծառայությունը բավականին բարդ է եւ մարդկային առումով եւ աշխատանքային ռեժիմի եւ հետագայում ընտանիքի հետ համատեղելու հետ կապված, բայց իմ որոշումը անփոփոխ էր եւ դպրոց ավարտելուց հետո ես իհարկե մեծ դժվարությամբ, դրանց մասին կասեմ, ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետը, ավարտեցի եւ անցա ծառայության Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, ինչի համար ոչ մի րոպե չեմ փոշմանել։ Իմ ծառայության 20 տարիները շատ բարդ են եղել, հագեցած են եղել։ Ես գրասենյակային աշխատանք չեմ իրականացրել, ես աշխատել եմ ոստիկանության տարածքային բաժիններում, սկսել եմ օպերատիվ ստորաբաժանումից եւ հետո իմ ցանկությամբ արդեն տեղափոխվել Երևան քաղաքի վարչության նոր-նորքի բաժին որպես անչափահասների գործերով տեսուչ։ Ցավոք իմ ավարտական դասարանում երբ սկսվել էր ուսումնական տարին, հայրս մահացավ եւ սա ավելի ամրապնդեց իմ ցանկությունը լինել սպա, որպես հայրիկիս հետնորդ, արժանի հետնորդ։ Դրանով էլ պայմանավորված էր, որ իմ ցանկությունը ծառայելու հայրենիքին, անկեղծ ասած, այդ պահի դրությամբ ես չգիտեի, ես ոստիկանությունում կծառայեմ, պաշտպանության նախարարությունում, կարևորը ինձ համար, որ ես պետք է լինեի սպա։ Ես պետք է ծառայեի իմ հայրենիքին եւ իմ քաղաքացիական պարտքը կատարել իմ հայրենիքի առաջ, իմ ժողովրդի առաջ։ Դպրոցը ավարտելուն պես իհարկե ես լուրջ խնդիրների բախվեցի։ Որոնք էին այդ խնդիրները, ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում, իմ մանկությունը, պատանեկությունը անցել է Իվանովոյի մարզի Պլոս քաղաքում, միայն վերջի տարին եմ այստեղ դպրոցում սովորել Հայաստանում եւ կար լեզվի խնդիր։ Ես հայերեն խոսում եմ, բայց գրավոր խոսքին չէի տիրապետում։ Եվ հենց այստեղ այդ բարդությունները առաջացան։ Մասնակցել եմ Երևանի պետական համալսարանում կազմակերպված ընդունելության քննություններին, բայց հայերեն լեզվի չիմացության պատճառով բնականաբար չեմ ընդունվել։ Մի քանի ամիս անց ինձ հետ կապ են հաստատել Երևան պետական համալսարանից եւ ասել, որ ռուս-հայկական համալսարանը, սլավոնական համալսարանը, այն ժամանակ այդպես էր կոչվում, տալիս է իր մեկնարկը։ Եվ այս համալսարանը ստեղծվել է, մեկնարկը աշխատանքային այս համալսարանի սկսվել է հենց իմ նման ռուսալեզու երեխաների համար, ովքեր չեն տիրապետում հայերեն լեզվին եւ կարող են իրենց ուսումնառությունը անցնել ռուսերեն լեզվով։ Ես մասնակցեցի ընդունելության քննություններին, ընդունվել եմ իրավաբանական ֆակուլտետի անվճար բաժինում։ Ասեմ, որ երջանկության մանկական երազանքներից մեկը նաև լավ բուհում սովորելն էր։
լավ կրթություն ստանալ, այդ երազանքս էլի կատարածվեց, ես սովորեցի եւ ավարտեցի Սլավոնական համալսարանը, սովորության համաձայն, ինչպես մենք ասում ենք, եւ պատվով միշտ շեշտում եմ, որ իրավաբանական ֆակուլտետի առաջին շրջանավարտն եմ։ Իհարկե 5 տարիների ընթացքում ես սովորեցի հայերեն եւ գրավոր եւ կատարելագործեցի բանավոր խոսքս։ Ավարտելուց հետո անմիջապես մի քանի ամիս անց արդեն անցել եմ ծառայության Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում։ Ընդունելության քննությունների արդյունքներով, երբ մենք արդեն ցուցակներին էինք ծանոթանում, մենք ընդամենը 12 հոգի էինք, 4 աղջիկ եւ 8 տղա։ Բոլորս բարձր գնահատականներով ավարտեցինք, շատ սիրված ենք մեր դասախոսների կողմից, շատ աշխատասեր ենք։ 12-ս էլ այս պահի դրությամբ կարող եմ ասել, իսկապես մեր մասնագիտության մեջ գտել ենք մեզ եւ բոլորն էլ աշխատում են իրենց մասնագիտությամբ, իրենց ներդրում ունեն նաեւ ինչի՞ չէ, գուցե մի քիչ անհամեստ թվա, բայց մեր պետության կայացման մեջ ամեն մեկը իր լուման ունի։ Ասեմ, որ մեր 12 հոգուց 3-ը սպա ենք։ Ես փոխգնդապետի կոչումով եմ անցել կեսաթոշակի, մեր մյուս համակուրսեցին գնդապետի կոչումով եւ ունենք ներկայումս եւս մեկ ծառայող համակուրսեցի փոխգնդապետի կոչումով։ Սա շատ կարեւոր է, երբ 12 հոգուց իրավաբանական ֆակուլտետի 3-ը սպա են, ովքեր անձնվիրաբար, անվերապահորեն ծառայում են իրենց հայրենիքին։ Մեծ մասը այս պահի դրությամբ ունեն գիտական կոչումներ, գիտությունների թեկնածու են, դոցենտ, պրոֆեսոր։ Գուցե եւ հենց սա ապացույց, որ մենք ոսկյա շրջանավարտներ ենք։ Մեծ մասը դասավանդում է այս համալսարանում։ Սա շատ կարեւոր է, երբ բուհում աշխատում են եւ ուսումնառությունը կազմակերպում են հենց առաջին շրջանավարտները։ Ամեն ինչ սկսվում է ուսումնառության տարիներից։ Մենք այն ժամանակ էլ շատ գնահատված էինք, մեզ կարևոր էինք զգում, մենք ուսանող էինք։ Առաջին հայացքից ընդհանրեն ուսանող, բայց մեզ կարևորություն էին տալիս։ Սա մեծ նշանակություն ունի։ Ավարտելուց հետո, լինելով շրջանավարտ, մեզ տոկոսային հարաբերակցությամբ 80% շրջանավարտների վերադարձել է բուհ տարբեր պատճառաբանություններով, կոնֆերանսներին մասնակցելու, դասավանդելու, տարբեր միջոցառումների առիթով եւ բուհը միշտ կարեւորություն է տվել, այդ թվում ես իմ օրինակով ասեմ, ես 20 տարի շարունակ ավարտելուց հետո 20 տարի եւ ավել շարունակ մասնակցել եմ բուհի կյանքին։ Երբ ես ավարտեցի, ես գիտեի, որ կգա ժամանակ եւ ես իմ գիտելիքները, իմ ծառայողական փորձը կամփոփեմ մի քիչ ավելի լուրջ աշխատությամբ եւ հայցորդ ձևակերպվել եմ օրինակ նույն բուհում։ Ես երկար տարիներ հայցորդ եմ եղել։ 2025 թվականի հունիսի 4-ին 063 մասնագիտական խորհրդում պաշտպանել եմ իմ տեխնացուական ատենախոսությունը։ Որևէ այլ բուհ չեմ էլ մտածել ընտրել իմ աշխատությունը, աշխատակցության նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար, հետագա պաշտպանության համար։ Սա իհարկե բուհի որդեգրած քաղաքականության արդյունքն է, որ վերադառնում են շրջանավարտներ, որտեղ մենք մեզ կարևոր ենք զգում ցանկացած մարդու համար, ցանկացած մասնագետի համար շատ կարևոր է գնահատված լինելը, շատ կարևոր է որ մեզ չեն մոռանում։ Սա ամենակարևորն է եւ գուցե եւ դա է կանչում հետ բու։ Ինչու կենսաթոշակի անցնելուց հետո ես ավելի հեշտ եւ պարզ առօրյա չընտրեցի։ Ասեմ, որ ունեցել եմ աշխատանքի առաջարկներ, բայց ինձ համար շատ կարևոր էր, ես երկար տարիներ աշխատել եմ անչափահասների երիտասարդության հետ եւ իմ համար շատ կարևոր էր, որպեսզի ես իմ ձեռք բերած փորձը նախ կիրառեմ գործնականում եւ իմ ստացած գիտելիքները գործնականում փոխանցեմ երիտասարդությանը։ Ինչու եմ ընտրել Սլավոնական համալսարանը, ռուս-հայկական համալսարանը, սովորության համաձայն շարունակում ենք Սլավոնական անվանել, որովհետև ես կարծում եմ, որ ցանկացած շրջանավարտ, սա իմ դիտարկմամբ, սուբյեկտիվ դիտարկմամբ, ունի
պարտք վերադարձնելու պարտականություն։ Ես ստացել եմ կրթություն, բարձրակարգ կրթություն։ Ես ծառայել եմ մեր հայրենիքին, ոստիկանության կազմում եւ հիմա ուզում եմ իմ ներդրում ունենալ ապագա սերնդին կրթելու, դաստիարակելու, կողմնորոշելու, գուցե մասնագիտական կողմնորոշման հարցում, թեկուզ ես կարողանամ 1-2 ուսանող օգնել, դա էլ արդյունք է։ Իհարկե, մենք ավելի պարտաճանաչ ենք եւ պատասխանատու։ Անխոս, դա չի քննարկվում։ Բայց այսօրվա երիտասարդությունը ինքը ավելի հետաքրքիր է, ավելի զարգացած է, ավելի շատ ինֆորմացված է։ Դա արդեն ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, ասեմ ինձ համար ես ունեմ նախկինում դասավանդման փորձ, երկար տարիներ դասավանդել եմ այլ ուսումնական հաստատությունում, ինձ համար շատ հոգեհարազատ է ռուսայկական համալսարանի երիտասարդության հետ աշխատանքը, որովհետև ամենակարևորը, որ երկու լեզուներով է դա իրականացվում, որովհետև ինչքան էլ ես սովորեցի հայերեն լեզուն, ինչքան էլ հայերենը իմ առօրյան է, իմ մայրենի լեզուն է, բայց ռուսերենը նույնպես։ Եվ ինձ հետաքրքիր է աշխատել այսօրվա ուսանողության հետ ռուսայկական համալսարանի։ Չեմ կարող ասել, որ նրանք ավելի նվազ պատասխանատու են, ոչ։ Հիմիկվա երիտասարդությունը մի քիչ իրենց իրավունքներից ավելի շատ են սիրում օգտվել, քան կատարել պարտականությունները, իսկ մեր ժամանակաշրջանում մենք ավելի շատ մտածում ենք պարտականությունների կատարման, քան իրավունքներից օգտվելու մասին։ Տարբերությունը ընդհանրապես այստեղ է։ Բայց ասեմ, որ իմ փորձը անչափահասների երիտասարդության հետ աշխատանքի, ես նաև այսօր կիրառում եմ գործնականում, համալսարանում։ Մենք ունենք մշակած մեխանիզմներ, որոնք ուղղված են երիտասարդության կողմից վարքագծի որոշակի շեղումների շտկմանը։ Սա շատ կարևոր է, ես իմ փորձը աշխատանքային, ծառայողական, նաև կիրառում եմ այսօր բուհում, աշխատում եմ երիտասարդների հետ, առօրյայում կարող են առաջանալ խնդիրներ եւ այդ խնդիրները լուծման ենթակա են, եթե մենք շատ ճիշտ, գրագետ բարձում ենք դրանց պատճառներն ու պայմանները եւ միջոցներ ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ։ Մենք բոլորս երջանիկ ենք առաջին շրջանավարտներով, որ մեր հետ միասին է բուհը կայացել։ Ինքս շատ ուրախանում եմ եւ երջանիկ եմ, որ մեր ուսանողները հնարավորություն ունեն օգտվել այն բոլոր հնարավորություններից, որը իրենց բուհը տալիս է, որովհետեւ այս տեխնիկական հագեցվածությունը, բազմապրոֆիլ հագեցվածությունը, չգիտեմ, նախանձելի է ուղղակի եւ ամենակարևորը ասեմ, որ իմ երեխաները արդեն գրեթե ուսանողներ են եւ միանշանակ առանց քննարկման դնելու այդ հարցը մեր ընտանիքում որոշված է, որ իմ երկու բալիկներն են իրենց ուսումնառությունը շարունակելու են ռուս-հայկական համալսարանում, չնայած որ իմ դուստրը արդեն իսկ սովորում է ռուս-հայկական համալսարանի ուսմունք դպրոցի ֆիզիկա-տեխնիկի բաժնում։ Ես կարծում եմ, որ իմ երեխաները երջանիկ են, որտեղ նման հնարավորություն ունեն այստեղ սովորելու, կայանալու, գիտելիքներ ձեռք բերելու, եւ ամենակարևորը մարդկային որակներ սովորելու։ Միայն ընտանիքը չէ, որ դաստիարակում է երեխային։ Ընտանիքը հավատացեք, ընդհանրապես կարող է շտկել կամ ուղղություն տալ երեխային, բայց հասարակությունն է դաստիարակում, ուսումնական հաստատությունն է դաստիարակում, շրջապատն է դաստիարակում։ Հավատացեք, երեխաները հաճախ իրենց ծնողների օբյեկտիվ մոտեցումները, օբյեկտիվ դիտարկումները գուցեև չընդունեն, բայց հասարակության կողմից նույնանման դիտարկումները ընդունելի լինեն։ Եվ շատ կարևոր է երեխան որտեղ է սովորում, ում հետ է շփվում, դասախոսների հետ ինչպիսի հարաբերություններ ունի։ Ես կարծում եմ, որ պրոֆեսորադասախոսական կազմի ճիշտ գրագետ դասավանդման արդյունքում է երեխան, ուսանողը, աշակերտը ձեռք բերում սեր դեպի կոնկրետ առարկա, սեր դեպի իր ուսումնական գործընթաց։ Ցանկացած մարդ իր կյանքում փուլ առ փուլ ամփոփում է իր կատարած աշխատանքը։
իր հասարակությանը, պետությանը, իր ընտանիքին, իր ընկերներին ես կոնկրետ բարբերաբար ամփոփում եմ։ Ինչ պետք է անել, ինչ եմ արել եւ արդյոք լավ եմ արել, թե չէ։ Որակային առումով։ Ես իմ ծառայությունը ամփոփել եմ իմ գիտական աշխատանքով։ Ես ոչ մի րոպե չեմ ափսոսել, որ ծառայել եմ։ Բարդ ծառայություն եմ անցել։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձ, ով հայրենասեր է կամ ուզում է իր հայրենիքի համար ինչ-որ մի բան անել, պետք է պարտադիր ունենա նպատակ, այդ նպատակը ծառայի իշա հասարակությանը, իշա պետությանը, իշա ուղղակի կողքի քաղաքացուն։ Մենք կարող ենք մեր կյանքի ընթացքում պարտադիր չէ, որ մարդիկ ծառայեն սպայի կարգավիճակով, որպեսզի համարենք, որ իրանք ներդրում ունեն։ Բացարձակ դրա մասին չի խոսքը։ Բայց եթե մարդը իր ապրելու, արարելու ընթացքում գոնե մեկ անձի, մեկ շնչավոր էակի օգուտ է տվել, կարծում եմ, որ արդեն իսկ արդարացված է իր կատարած աշխատանքը։ Ես ամփոփեցի, ավարտեցի իմ ծառայությունը եւ յուրովի ծառայություն եմ անցնում հիմա նաեւ իմ մայր բուհում, այստեղ սովորող եւ ոչ միայն այստեղ, ցանկացած բուհում սովորող ուսանող պետք է բուհ մտնի ոչ թե նրա համար ուղղակի դիպլոմ ստանալու համար, այլ պետք է ընտրած լինի իր մասնագիտությունը, իր մանկական երազանքը լինի, ինչպես իմ պարագայում է եւ բոլոր իր ուժերը ներդնի իր մանկական երազանքը կատարածելու։ Շատ կարևոր է, որ բուհը մշտական կապ ապահում իր շրջանավարտների հետ։ Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը երկար տարիներ դեռ կշարունակվի իմ մայր բուհի հետ։ Մեր համալսարանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ աշխարհում առաջատար համալսարաններից մեկն է լինելու։ Ես ընդամենը 2 ամիս է ինչ այստեղ աշխատում եմ եւ այն օրական ռեժիմով հագեցվածությունը, տարբեր գիտական միջոցառումներով, այլ միջոցառումներով ես կարծում եմ, որ շատ երեխաներ երազելու են այստեղ սովորեն։ Սա շատ ու շատ երեխաների երազանքներն են ու ես վստահ եմ դրանում։ Ուղղակի վստահ։